Հայ գործընկերների հետ հանդիպելուց եւ պաշտոնական ընդունելության արժանանալուց հետո Ադրբեջանի այսպես կոչված քաղաքասարակության ներկայացուցիչները պատմում են իրենց տպավորությունները, ներկայացնում խաղաղության օրակարգի ադրբեջանական նարատիվը։ Այդ հռետորաբանության մեջ բռնի տեղահանված արցախցիների վերադարձի հարցը հավասարեցված է ժամանակին Հայաստանից այսպես կոչված վտարված ադրբեջանցիների հարցի հետ։ Տարածաշրջանի հարցերի փորձագետ Ֆարհադ Մամեդովը հայաստանյան այցի արդյունքներն ամփոփում է մեկը մյուսին հաջորդող հարցազրույցներում։ Когда мы говорим об армянах Карабаха, мы говорим, что да, это гуманитарная составляющая. Երբ խոսում ենք Ղարաբաղի հայերի մասին, այո, դա հակամարտության հումանիտար բաղադրիչն է, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցը, ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղից եւ նրա հարակից բնակավայրերից վտարված ադրբեջանցիների հարցը։ Ավելի հեռուն է գնացել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան համայնքի նախագահ պատգամավոր Ազիզ Ալակբարլին։ Տեղական լրատվամիջոցներից մեկին նա ասել է, որ Հայաստանը պետք է անվերապահորեն ընդունի Ադրբեջանի բոլոր պայմանները, ներողություն խնդրի ադրբեջանական պետությունից եւ ժողովրդից, փոխհատուցի մարդկանց պատճառած վնասը եւ բարձր մակարդակով ապահովի փախստականների խաղաղ վերադարձը, մեջբերում Արևմտյան Ադրբեջանի իրենց հայրենի գյուղեր եւ տներ։ Հայաստանում հաստատված արցախցիները պատրանքներ չունեն խաղաղության գործընթացում Ադրբեջանը չի հրաժարվելու իր պահանջներից, անկախ վստահության ամրապնդման այնպիսի քայլերից, ինչպիսին քաղաքասարակությունների շփումներն են։ Դա անիրատեսական է եւ եթե նույնիսկ այդպիսի պահանջ քննարկվի, ժողովրդագրական վիճակը փոխվել է, ապա պետք է վերադառնան այն հայերը, ովքեր ի սկզբանե դուրս են եկել դեռևս մինչև 88 թվականը, դուրս են եկել Ադրբեջանի, խորհրդային Ադրբեջանի տարածքից։ Ադրբեջանական պատվիրակության կազմում էր նաև 2022-ին Բերձորի միջանցքը փակած կեղծ բնապահպան Դիլյարա Էֆենդիևան։ Հատկապես սա է հունից հանում 9 ամիս շրջափակման մեջ անցկացրած արցախցիներին։ Իր հրապարակումներում նույնիսկ վիրավորական հայտարարություններ արել արցախցիների նկատմամբ եւ վերջին հաշվով պետք է հասկանալ, որ դա դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած պաշարումը դա ցեղասպանության սկիզբն էր ուղղված արցախցիների նկատմամբ։ Ինչպես կարող է դա Շուշիում ձեռք թափահարել մեր դեմ ու մեզ տնից քշել, ես ասեմ լավ, ինչը լավ։ Երբ դու տեղից զրկվել եմ եկել ստեղ, ոնց կարամ ասեմ, այս ինչ կեղծ համերաշխություն է, ինչ բան է։ Միթե հնարավոր չէր ադրբեջանական պատվիրակության առավել հավասարակշռված կազմ ընտրել, եթե գնում ենք խաղաղության։ Երևանից Բաքու վերադառնալուց հետո Ֆարհադ Մամեդովը հայտնել է նաև կողմերից յուրաքանչյուրն ինքն է որոշում իր կազմում ովքեր պետք է լինեն։ Սա լրացուցիչ հարցեր է առաջացնում։ Մինչև այսօր մեր ժողովուրդը դասեր չքաղեց պատմությունից։ Ի սկզբանե միշտ թշնամին տենց կարելի ասել գալիս է կես բարեկամություն անում, տեղավորվում է ու մեզ բնաջնջում է։ Դա նույնն է, որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ մի պատվիրակության մեջ ներկա գտնվի Բաքվում, որը անընդունելի անձնավորություն է Ադրբեջանի իշխանությունների համար։ Արցախցի իրավաբանը համոզված է, Հայաստանն ունի ծանրակշիռ փաստարկներ հակադարձելու Ադրբեջանի բոլոր շինծու պահանջներին ու տեր կանգնելու իր իրավունքներին։ Նարնե Ղուկասյան, Հարություն Տոլանյան, Էպիկենտրոն։